Վերադարձեք իմ հարցին այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը կհաջողի հանրությանը տանելու այդ իր պատկերացման փոփոխություններին։ Մեր այդ հանրային կոդը կաշխատի, հանրությունը կհասկանա, որ սխալ ուղղությամբ է գնում կամ չգիտեմ։ Տեսեք, հանրությունը դա միատար, միասեռ չէ, հա, այդտեղ տարբեր խմբեր կան, տարբեր շահեր, տարբեր հետաքրքրություններ, հասունության տարբեր աստիճան, նման հարցերի պատասխանը վերջին հաշվով տալիս են հանրաքվեները։ Եթե իմանային նախապես հանրությունը կգնա այս կողմ, թե կգնա այն կողմ, հանրաքվե չէին անի։ Նախապես կասեին դե քանի որ արդեն պարզ է, որ հանրությունը կգնա այս կողմ, եկեք այսպես անենք։ Չէ, բայց քանի որ դա դեռ պարզ չի, եւ դա երբեք պարզ չի լինում, մինչեւ հանրաքվեի արդյունքները չամփոփվեն, այդ չես կարող ասել, դրա համար հանրաքվե արում։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Նիկոլ Փաշինյանը որպես իշխանություն այդ տեսեք, ոչ թե որոշելու սահմանադրությունը փոխվում է թե չէ։ Սրա մասին չեմ ասում, սրա լեգիտիմությունը sense տնես չունի։ Ստե բայց երկու հարց կա, շատ կարևոր է ուշադրություն, հարց 1 այն ինչ ունենք, դա փոփոխում ենք կամ բարեփոխում ենք թե ոչ։ Սա առաջինն է, ով իրավունք ունի այդ փոփոխությունը կազմակերպելու, այդ հանրաքվեն դնելու, ով իրավունք ունի։ Եվ երկրորդ, երբ որ ասում ես սա պիտի փոխեմ, դեպի ուր ես փոխում։ Ով է որոշում թե դեպի ուր։ Սա էլ երկրորդ լեգիտիմության հարցն է։ Այս երկրորդ պահը մեր ժողովուրդը չի տեսնում։ Սահմանադրության մեջ այս հարցի պատասխանը չկա մեր այսօր գործող սահմանադրության մեջ։ Այսօր գործող սահմանադրությունն ասում է թե ինչպես պետք է իր մեջ փոփոխություններ առաջացնել, իր առանցին հոդվածներ գրել, բայց այս սահմանադրությունը չի ասում թե ոնց քանդել ամեն ինչ, իրեն ոչնչացնել եւ զրոյից սկսել։ Սրա մասին Հայաստանում գոյություն չունի մի փաստաթուղթ, որին հղում անելով դու օրինական, լեգիտիմ, իրավական առումով ճիշտ գրագետ քայլ անես։ Հետևաբար նախ սրա շուրջ կոնսենսուս է պետք։ Թե ով է որոշելու, եթե փոխում ենք։ Հələ այս հարցը։ Նախ փոխում ենք թե ոչ, ենթադրենք ինչ որ այս հարցը մի առանձին պատասխան, նույնիսկ եթե փոխում ենք, ով է մշակում դեպի ուր ենք փոխում։ Մի տարբերակ է լինում, քեզ ասում են ասա այո կամ ոչ։ Թե լինում է 5 տարբերակ, քեզ ասում են ընտրի որ մեկն է քեզ ավելի հոգեհարազատ։ Եվ այդ 5 տարբերակը ենթադրենք, ով է մշակում։ Իսկ այն մի տարբերակը ենթադրենք, ով է մշակում, ով է այդ մանդատը տվեց ձեզ։ Նիկոլ Փաշինյան իր արդարադատության նախարարը Դանիել Իոաննիսյան, որ դրանից ձեզ ով է այդ մանդատը տվել։ Դուք այդ ոնց եք զարթնե ու որոշե, որ հայոց սահմանադրությունը դուք եք որոշում։ Նախորդ իշխանությունները ունեին այդ մանդատը, պարոն Մանասյան, որ նրանք էլ են, օրվա իշխանություններն են փոփոխություններն անում ըստ էության։ Եթե նախորդ իշխանությունները ըստ էության փոխեցին կառավարման համակարգ եւ այլն, բայց ամբողջությամբ նոր սահմանադրություն որպես այդպեսին տեղի չունեցավ, բայց ենթադրենք ունեցավ։ Ենթադրենք ես հիմա մի քիչ լղոզեցի։ Ունեցավ։ Եվ ինչ նախորդ իշխանությունները շատ բան են արել։ Հիմա ինչ դա դարավ արդեն որպես նախադեպ կամ չգիտեմ դարավ տրադիցիա եւ որպես տրադիցիա դարավ իրավունք։ Դա ինչ որ մեկի համար դարել է իրավունք։ Նախորդ իշխանությունները ինչ անում էին, այս ժողովուրդը սուս նստած ասում էր ձեն չանենք Ղարաբաղի հարց ունենք 100-150 հազար քույր եւ եղբայր ունենք Արցախում բանի նշանոցի տակ պրիցելի տակ բա հիմա նույն զսպվածությունը դուք տեսնելու եք օրինակ ինձնից թեև այն ժամանակ էլ առանձնակի զսպված չեմ եղել ուղղակի մարդիկ տեղյակ չեն էլի այն ժամանակ տեղյակ չեն դրա այդ մասին մի ուրիշ անգամ հիմա ով ասեց որ դա դարել է ինչ որ մեկի համար իրավունք նախորդ իշխանությունները եթե ամեն ինչ ճիշտ արածել են մենք այսօր նոր սահմանադրության մասին չէինք մտածի նոր հասարակարգի մասին չէինք մտածի եթե նախորդ իշխանությունները ամեն ինչ լրացրած էր ամեն ինչ տեղը տեղին պահած էր մենք այսօր ինչ ենք այսօրին հետեւաբար մենք այս օրից չենք ուզում այս օրին չենք ուզում մնանք ուզում ենք այս օրից դուրս գանք եւ դրա համար ճանապարհ ենք առաջինը նախ մտածում ենք ուր գնանք դեպի ուր եւ երկրորդ ինչ ճանապարհով հետո ինչ միջոցներով եւ ովքեր են համաձայն այդ ճանապարհը դուրս գալ թե շարունակենք այսպես գլոր
տեսնեք գլխներիս ինչ է գալիս։ Դե արտաքին վտանգը, հիմա պատերազմի վտանգը, որը դրանով են պայմանավորում փոփոխությունները, ասում են, եթե երկրորդ սցենարը լինի, հանրությունը չաջակցի, հարցը դրվի հանրաքվեի, Ադրբեջանը մեզ բոլորիս կհայտարարի ռևանշիստ եւ կհարձակվի։ Մենք անվանադիր Հայկ Աղեղնավորից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգներս ու հիմա հարց եմ տալի։ Այդ անվանադիր Հայկ Աղեղնավորի կյանքը ուրիշ կյանք էր, այդ նույն պատերազմի վտանգը չէր, այդ նույն դեմը չէին դրե կամ կգաս հետ կմտնես ու քեզ խելոք կպայես կամ ու վատա լինելու։ Այդ նույնն է, չէ՞ եղե։ Այդ պրեամբուլան, որ մենք գրել ենք, իմ Facebook-յան պատում էլ կա, 1 ժամ 17 րոպե դրա մասին բացատրական լայվ եմ անում։ Դա հենց այնպես չի, ասում եմ, դա ամբողջ բանաձևն է, որ փորձել ենք սահմանել։ Իհարկե դա վերանայման տեղեր ունի, բայց ոչ հիմնական դրույթներում։ Վերանայման ձևակերպման որոշակի փոփոխություններ կարա տեղի ունենա։ Հիմա այդ երբ այդպես չի եղել։ Բա պետություն ենք ուզում, ժողովուրդ։ Բա պետությունը ո՞նց հալնում։ Պուճուր երեխու նման բան դա տենց պաղպաղակ է փայտիկով, որ պետքա շուտ ուտես չհալի թափի։ Չէ։ Դա շատ լուրջ գործ է, հոգս է։ Շատ լուրջ։ Դե հիմա վերցրել ենք, պիտի տանենք։ Ոնց անենք։ Ուզում եք ամեն մեջներից, այսպես ասած, անգրագետներով, կիսատ թուլակամներով, անողնաշարավորներով գան ու սատանեն ոչ։ Մի հատ տեսեք, սա ինչ կամքի ու տոկունության տեր, ինչ խարակտերիտեր մարդիկ պետքա այս լուրջ հարցը առաջնորդեն, այս լուրջ ճանապարհում առաջնորդեն։ Խելքի ագեք, այո, ու միշտ լինելու է պատերազմի վտանգ։ Համարեք այդպես։ Միշտ ինչ որ մեկը քեզ մոտ լավ բան եղավ, գալու է ուզի։ Վատ բան եղավ, գալու է որպես ռեսուրս քանդի տանի իր տունը, չգիտեմ, իր համար ծառայեցնի։ Վտանգը միշտ կա, պարոն Մանասյան, եւ եղել է, բայց այստեղ հարցը նա է, որ հանրությունները տարբեր ժամանակներում կամ պատրաստ են եղել, կամ պատրաստ չեն եղել, հիմա մեր ես պատրաստ եմ։ Իրադարձություններից հետո ես պատրաստ եմ։ Դե հասկանալի է։ Ընկերները, եղբայրներն ու քույրերը պատրաստ են։ Ինչ ասեմ էլ։ Վերջ։ Եթե մեր սերունդը պատրաստ է, Էլիզա, մնացածի ձայնը դժվար թե մեծամասնություն կազմի։ Ավելի եթե նույնիսկ մենք փոքրամասնություն ենք, մեր վճռականությունը կարա եղանակ ստեղծի։ Մենք պատրաստ ենք։ Այո, մենք անմտածված, հուզառատ դրան արդեն գիտենք, որ տենց չի լինում ու տենց պետք չի որ անենք։ Փողոցները չափչփելով, պլակատներ բռնելով, մարդկանց անձնականն ու ներքնաշորի գույնը քննարկելով տենց չի լինում։ Սա լինում է լուրջ, մտածված, տրամադրված, իրար խելք կրատ տալով։ Այս ընթացքում, ասում եմ, այս ամբողջ աշխատանքի ընթացքում ուսանողից սկսած մինչև ամբիոնի վարիչ քննարկում ա եղել, պատկերացնում եք, ու որ նայում ենք այս մի խոսք, մի ուսանողից մի խոսք ա եղել, ու այդ մի խոսքը հասկացանք, որ ամենալավն ա բացատրում ենք ինչ ենք ուզում այստեղ լինի։ Մենդելևի պարբերական հաղորդակցը գիտեք, չէ՞, ասենք սկզբում ինքը մոդելը ձևակերպել է, հետո նոր նյութեր են հայտնաբերվել ու տեղավորվել են։ Ահա այդ պրեամբուլան, դա պիտի այդ Մենդելևի պարբերական արուսյակի նման քո ազգի օրինաչափության, քո հասարակարգի, քո իրավակարգի, քո քաղաքական, պետական տեսլականի դու պիտի դա դնես, հնդածս արդեն գալիս են լավ գաղափարեր ու տեսնես, որ ահա դրա տեղը ստեղ է, դրա տեղը ստեղ է, բայց ընդհանուր պատկերացումը հետևյալն է։ Լավ, մենք պատրաստ ենք, մենք ուզում ենք, մենք պատրաստ ենք այս գաղափարների համար դատվել։ Մենք պատրաստ ենք այս գաղափարների իրականացման համար շատ ավելի մեծ զոհողությունների գնամ։ Չեմ խոսում դրա մասին, ուղղակի պաթետիկը, պաթոսը շատ չլինելու համար։ Եթե պատրաստ ենք, ուրեմն ի գործ։ Շատ լավ, սահմանադրագետների կամ այդ մասնագետների անհրաժեշտ ոնց հասկացա, մենք պակաս չունենք, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, ասում է կադրային ճգնաժամ է ամենուր։ Իր շուրջ է կադրային ճգնաժամ։ Ներողություն անհամեստության համար, մեր շուրջ կադրային ճգնաժամ չկա։ Մեր շուրջ կան չգնահատված, ոչ թե չգնահատված, շատ լավ էլ գնահատված են հանրության կողմից, բայց պետական այրերն ու տիկնայք հիմնականում նրանց հերույ են պահում, երևի թե վտավախության, որ իրենց դատարկությունը չերևա,
Իսկ այն պետական այրերը եւ տիկնայք, ովքեր լիքն են իրոք, ասենք Նիկոլի կողքն էլ կան, այսօրվա պետական համակարգում էլ կան բավականին լուրջ կադրեր, բայց նրանք էլ չեմ հասկանում, այդ քաղաքական նպատակը հարմարությունից ելնելով, թայֆայականության ինչ որ սկզբունքներից ելնելով, ոնց որ հատուկ իրենց հիմար պահեն, որ շեֆը չնեղվի շատ կոպիտ ասեմ, հազար ներողություն ես օրինակ, կան չէ շատ խելացի կանայք, շատ խելացի, բայց զգում ես, որ տղամարդու մոտ մի քիչ իրեն թեթև է պահում, որ այդ տղամարդը իրան չնեղված չզգա, այդ գրողին նեղվի, դու եթե այդպիսի բացառիկ, իսկ հայերի մեջ շատ կան, կանանց շրջանում հատկապես, հայրը թագուհիների ցեղ են, էլի, ես չեմ ասում, արևելյան իմաստությունն է ասում, արևելյան բանաստեղծներն են ասում, ես չեմ ասում, իրանք են ասում, հայրը թագուհիների ցեղ են, ասում Ֆահրադ եւ Շիրին, ասում թագավորները Հայաստանից գնում իրենց կին էին տանում, որ իրենց երգիրը թագավորները իմաստությամբ կառավարեն, Հայաստանից թագուհի են տանում, որ իրենց երգիրը իմաստությամբ կառավարեն։ Հիմա կա, մենք այդ դրա պակասը ես չեմ տեսնում։ Ես ուրիշ բանի պակաս եմ տեսնում։ Կամային հատկանիշների։ Մարդիկ այդ կամքը չեն դրսևորում, որ շեֆը կարա նեղանա, ինչ որ մեկը կարող է դա ճիշտ չհասկանա, այն մեկը դրանից կնախանձի վնաս կտա, այն մեկը դրա հետևանքով կարա հետապնդումներ սկսվի, որտեղ ինչ որ միտեղ մի ինչ որ օրենքի հետ կապված խնդիրներ ամեն մեկ իր կյանքում միտեղ ունի, ես չունեմ։ Կամ այնքանով որ ունեմ, դրանք մի խոսքով առանձնակի խնդիրներ չեն, էլի։ Խախտում արել եմ, կարմիր լույսի տակով անցել եմ, այսպես ասեմ, ստացվել է։ Հա, բայց լուրջ խնդիրներ որպես այդպեսին չունեմ։ Հիմա մարդիկ կան, որոնք ունեն եւ դրանից են երևի կաշկանդվում, չգիտեմ։ Մարդ կա ինչ որ աշխատում է, այդ աշխատավարձով հիպոթեկա փակում, որ գործից դուրս հանեցին իրան, ինքը կմնա, չգիտես, այդ պարտքերի տակ, չգիտեմ ում ոնց բացատրեմ։ Չեմ էլ ուզում հանուն հայրենիքի եկեք բոլորս, չէ, հայրենիքը ձևավորվել է, նախ հայրենիքը այդ մեր հայրերից ստացածն է, եւ վերջին հաշվով մեր հայրերն էլ մենք էլ հավաքվել ենք իրար գլուխ, որ ինչ անենք, որ մեր ուժը մեծանա, մեր համակարգվում ենք, որ մեր էֆեկտիվությունը ավելի բարձր լինի, որ ինչ անենք, որ յուրաքանչյուրիս խնդիրները լուծենք։ Բայց ինչի համար ենք հավաքվել, որ մեծ կրակ վառենք, շատ մեծ կրակ վառենք, այնքան մեծ կրակ վառենք, որ Մասիսի այն կողմից լույսը երևա, չէ, դրա համար չենք հավաքվել, հավաքվել ենք մեր հարցերը լուծենք։ Հերթով, միգուցե դանդաղ, բայց կայուն լուծումներ են պետք, կայուն։ Պացիենտները հաճախ զանգում են, բժիշկ ջան, ես դեղերի վրա արդեն լավ եմ, ասում եմ, կայուն արդյունք է պետք։ Երբ որ դու լավ կլինես եւս մի 2-3 ամիս, հետո երբ որ դեղերի դոզաները քիչեցնենք, էլի դու լավ կլինես, երբ որ միգուցե բուժումը դադարեցնենք, դու էլի լավ կլինես։ Ես հետո կասեմ, ես հաջողության հասա, դուք բուժվեցիք։ Բայց այս ամբողջ ընթացքի հաջողությունները դեռ լիցքաթափման չեն տանում, դեռ չես հանգստանում։ Հա, լավ է, որ դեպի վատին չես գնում։ Նույնը եպես պետության եւ երկրի մասշտաբով մարդիկ Արցախի խնդիր են բարձրացնում, արցախցիների խնդիրներ են բարձրացնում, ժողովուրդ ջան, այն ամեն ինչ արտաքինին է վերաբերվում, արտաքին հարաբերություններին եւ արտաքին գործերին։ Դրա մասին չեն խոսում, տես բաները քննարկվում միայն փակ դռների հետևում։ Տես բաները նույնիսկ ընտանիքի անդամների հետ կարող է չխոսես։ Այն մնացած հարցերն էլ կամաց։ Պարոն Մանասյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ խոսում էին Գյումրիում սպասվող ընտրություններից, դուք կոչ արեցիք քաղաքացիներին տեր կանգնել իրենց քվեներին, գնալ ընտրել թեկուզ ամենավատ թեկնածուին, բայց չայրած փոքրագույնին, բայց տեր լինել իրենց քվեին, արդյունքները այդ առումով ինչպես կգնահատեք։ Ես շատ գոհ եմ Գյումրու ընտրություններից, ես հիացած եմ Գյումրու ընտրություններով, ու հենց միևնույնն է, թե ով իր քաղաքական տհասության որ աստիճանից ոնց է գնահատում այդ ամեն ինչը։ Ժողովուրդ ջան, օրինակ, հա, վերջից սկսեմ։ Վարդան Ղուկասյանը ասել է Ռուսաստան, Բելարուսից սկսեմ, հա։ Ես դրան խիստ դեմ եմ։ Բայց ժողովուրդ ջան, այն որ ասում են խոսքի, գաղափարների, համոզմունքների ազատություն։ Դա գիտեք, տենց սիրուն բառ է, ասում ենք։ Դա նշանակում է Վարդան Ղուկասյանը գտնում է, որ միութենական պետություն արտահայտվում է դրա մասին։ Հայկ Մանասյանը գտնում է, որ ոչ մի դեպքում դա չի կարող լինի կամ չպետք է լինի, արտահայտվում է դրա մասին։
Հետո այդ գաղափարների, քննարկումների, բանավեճերի արդյունքում հանրային կարծիք է ձևավորում։ Վերջում գնում միտեղ ընտրություն ես անում, ասում ես ում ես ուզում։ Այդ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կամ արտահայտությամբ ցույց է տալի ում է ուզում։ Ինչ մի Վարդան Ղուկասյանի ասածը պետության դեմ հանցագործություն չէ։ Հիմա որ ասես Եվրամիություն եմ ուզում, պետության դեմ հանցագործություն չէ։ Եվրամիությունն ինչ իմաստով ենք ուզում։ Բա միութենական միություն ես Համագործակցությունը ասպաս ուզում ես Եվրամիության անդամ դառնաս։ Դա պետական դավաճանություն չի, հարցնում եմ, չեմ ասում տենց է։ Դա չի Եվրամիություն ասելը բանա, ադաթ, հա, միութենական պետությունը բեդաթ է։ Եվրամիության անդամները շատ ավելի բարձր կարգավիճակով են իրենց անկախությունը։ Խոսքի գաղափարի համոզմունքների ազատությունը դա է։ Այ բեջորաներ, վայրենիներ, սովորեք։ Սրանց թվում է խոսքի ազատությունը այն է, երբ որ իրանք են խոսում։ Այ բայց երբ որ իրենց կարծիքին հակասող կամ բանը 180 աստիճան դրանից տարբերվող կարծիք հանջում, այսի չեղավ արդեն, քիչ չեղավ։ Այդ Եվրամիությունը ասողները առաջին դեպքի ծափ տային, Վարդան Ղուկասյանի ասացին, ասեն, մարդը իր կարծիքն է հայտնում, մալադեց, որ չի վախենում ասում է։ Այդ պետք է ողջունեին։ Իսկ որ դրա հետ համաձայն չեմ։ Բայց իր կարծիքն ասում լավ անում ասում, ո՞ն պետք է հարցնի։ Ո՞ն պետք է դա գա հարցնի։ Հիմա ես այդպեսի բան ասեմ կամ դրա հակառակն ասեմ։ Վաղը ասեմ, չգիտեմ, Ամերիկայի հետ եմ ուզում հարաբերություններ։ Ո՞ն պետք է գնամ հարցնեմ ես դա։ Էլիզա ջան։ Այնպես որ այդ մեր քաղաքական հասությունն է այս աժիոտաժը առաջացնում։ Տեղական ինքնակառավարումը մարմիններ կան, որոնք պետական մարմիններ չեն։ Դա պետությանը չի, դա հանրությանն է, տևի համայնքին։ Այն ինչ պետությանն է, մեզանից յուրաքանչյուրը փայ ունի դրա մեջ։ Այսինքն, չգիտեմ, նրանք անտառները, Սևանի ավազանը դա Գեղարքունիքինը չի։ Դա Գավառինը, Մարտունունը, չգիտեմ, Վարդենիսինը, Ճամբարակինը, Շորժայինը, չգիտեմ, ասա։ Սևանինը չի, դա հանրապետությանն է, բայց այս Սևանի կամ Մարտունու տեղական ինքնակառավարումը դա միայն Մարտունեցունն է, միայն։ Դա մյուսներինս չի։ Հիմա Գյումրու տեղական ինքնակառավարումը ընտրություն եղել է, մարդիկ ընտրել են, իշխանությունների տեխնացուն, իշխանությունների միջամտությամբ եւ մասնակցությամբ եւ այդքան լծակներ չարաշահումից հետո պարտվել է, ողջունում եմ Գյումրեցուն։ Շարունակենք։ Վարդան Ղուկասյանն է եկել սրտերովը չէ, դուք տեխնացություն ներկայացնեիք։ Թող այն ձեզ ընտրեին։ Ներկայացրել եք, չեք ընտրվե, հետևություններ արեք։ Չեք ներկայացրե, գնացեք մտածեք, որ մյուս անգամ ոնց որտեղ 45-48% մոտավորապես ընտրողների չէր մասնակցել ընտրության։ Գնացեք դրա մասին մտածեք։ Իսկ ովքեր որ մասնակցել են, իրենց ընտրությունն արել են, իրենց վստահության մանդատը տվել են, ավելին ասեմ, քիչ են արել։ Պիտի լինի մի հատ ավականու ընտրություններ, մի հատ էլ առանձին քաղաքապետի ընտրություններ, որ այսպիսի աժոտաժ անիմաստ չստեղծվի։ Քաղաքապետն էլ պետք է ենթադրենք 4 տարի կառավարի, այդ ձեր առաջի հարցը, սահմանադրությունը, որ մենք ենք ուզում առաջ բերենք, ինչով է տարբերվում։ Այ դրանով է տարբերվում, որ իշխանության թևերը պետք է հորիզոնական եւ վերտիկալ բաժանում, փոխադարձ հակակշռում եւ զսպումների մեխանիզմով աշխատեն։ Մեկը քիթը մյուսի գործերի մեջ չխոթի, SMS-ով կամ նամակներով կամ ակնարկներով չնշանակեն ու չազատվեն։ Իսկ դրա համար պետք է որ ժողովուրդը ոչ թե 5 տարի մեկ գնա ազգային ժողով ընտրի, այդ մնացածը նա ընտրի, այլ ժողովուրդը ենթադրենք 4 կամ 5 տարին մեկ նախագահ ընտրի, ժողովուրդը գերագույն խորհուրդ ընտրի 4 կամ 6 տարին մեկ եւ ժողովուրդը ազգային ժողով ընտրի ստորին պալատ 2 կամ չգիտեմ 3 կամ 4 էդի կորոշենք։ Ժողովուրդը պետք է շատ մասնակցի ընտրությանը, ինչքան շատ մասնակցի, այնքան ավելի երկիրը ժողովրդավար կլինի։ Ձեր լեզվով ասեմ, իմ լեզվով ասեմ, այնքան ռեսպուբլիկա կլինի այս երկիրը, այնքան սա կլինի հանրապետություն։ Իսկ մենք ուզում ենք կառուցել հանրապետություն։ Իսկ թե դրա մասին ուրիշ ինչ խոսակցություն կա, դա էլ մի ուրիշ անգամ։